Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Գտնվելու մեկ դեպք սպառնալիքի, մեկ դեպք անգործության ընտրական հանձնաժողովի ղեկավարի, մեկ դեպք Գրանց Համատյանի էական թերություններով լրացման 4 դեպք եւ քվեարկության կտրոնի պայմանական ասենք ժամանակավոր հափշտակության, որտեղ հետո ընտրող վերադարձրեց մեկ դեպք, դա մենք քննարկում ենք արդյոք հանցագործության տարբերակումա թե չէ, որոշվեց որ չենք գնահատում, որ հանցագործություն կար այդտեղ։ Ուրեմն ասեմ, որ երեկվա եւ այսօրվա մասով, ինչպես գիտեք, կա ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության արգելքի կանոնակարգումներ եւ մենք հայտնաբերել ենք այդ կարգի ակնհայտ խախտումներ, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում վճարվող գովազդ, որը շարունակում է, այսինքն վճարվող գովազդի համար տրված ժամանակահատվածը ներառել է նաեւ այս արգելված լրության եւ քվեարկության օրը։ Ուղղակի այդպեսի դեպք, որ արվում է հենց կուսակցության Facebook-յան էջի կողմից նկատել ենք Հանրապետություն կուսակցության մասով 7 դեպք եւ անուղակի կամ աֆիլացված ուրեմն էջերի կողմից նկատել ենք քարոզչություն ուրեմն հայրենի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ հաղթանակ դաշինքի մասով, ասեմ, որ մասնակցության մասով, ինչպես երևի բոլորը նկատել եք, մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ուղի 2 անգամ ավելի բարձր, քան 2021 թվականի համանման ընտրություններում, բայց մեզ առավել հետաքրքիր են 3 գյուղերը, որտեղ պետք է հասկանալ, թե որ երևույթների արդյունքում է մասնակցությունը եղել ավելի քան 5 անգամ բարձր, դա Արշալույս, Հայթաղ եւ ծաղկալանչ գյուղերն են, որտեղ հնգակի բարձր է եւ պետք է հասկանալ ինչի արդյունքում է ընտրողների այդպիսի ակտիվություն, արդյոք դա ընտրողների բնական պահվածք է, թե առկա է ընտրողների վրա ապօրինի ինչ որ միջամտություններ։ Ասեմ, որ մենք նաեւ արձանագրել ենք երեկվանից գիշերվանից սկսած խախտումների կեղծ ահազանգեր, այսինքն ահազանգեր երևույթների մասին, որոնք ներկայացում են որպես խախտում, բայց այդպիսիք չեն հանդիսանում գործող օրենսդրության մասով։ Առաջինը դա քվեաթերթիկների այսպես կոչված տրցակները սեղաններին շարած լինելը կամ քվեաթերթիկները ուրեմն ոչ չհրկիզվող պարանից դուրս պահելը, ասեմ, որ այս կարգավորումը վաղուց փոխվել է, քանի որ 17 թվականից արդեն 16 թվականից քվեաթերթիկները արդեն հատուկ հաշվառման փաստաթուղթ չեն, այն ժամանակ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ, իսկ 22 թվականից արդեն օրենքի մակարդակով ամրագրված է, որ քվեաթերթիկները չհրկիզվող պարանից դուրս են պահում եւ սա խախտում չի։ Մյուսը դա պաստառները ընտրական տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, պաստառների համար կան սահմանված վայրեր, իհարկե չի կարող պաստառ լինել ամեն, չգիտեմ, սյան ամեն պատի վրա, բայց եթե դա սահմանված վայր է պաստառի համար, էական չի, թե այդ սահմանված վայրը ընտրական տեղամասից ինչ հեռավորության վրա է։ Հաջորդը դա ընտրական շտաբ տեղամասին մոտակայքում, սա եւս խախտում չի, քանի դեռ շտաբը, իսկ կոնկրետ ահազանգով դեպքով մենք նայեցինք, քանի դեռ շտաբը եւ ընտրական տեղամասը նույն շինության մեջ չեն։ Այսինքն օրենսդիրը չի սահմանում, որ դրանք պետք է լինեն X հեռավորության վրա, սահմանում որ նույն շինության մեջ չպետք է լինեն։ Եվ նաեւ եղել է ինչ որ ահազանգ մի քիչ տարօրինակ շրջիկ քվեարկության բացակայության հետ կապված մի քիչ տարօրինակ, որտեվ շրջիկ քվեարկության ինստիտուտ Հայաստանում չկա եւ ճիշտն ասած ես կարծում եմ, որ լավ է, որ չկա։ Ես ասեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում մենք իրականացրել ենք երկարաժամկետ դիտորդություն 4 դիտորդների կազմով, որոնք որ զրուցել են մասնակից 7 ուժերի հետ, 8-ից 7 ուժերի, այսինքն մասնակից 8 ուժերից 7-ի հետ զրուցել են, իրականացրել ենք տասնյակից ավել հարցումներ, գրություններ, դիտարկել ենք 35 հավաքներ, արձանագրել ենք 53 խախտում, որոնցից 45-ը պաստառների հետ կապված։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել
երկու հատ քրեական օրենսգրքի 441, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, մեկը վերաբերվում էր ուրեմն Դողս գյուղում ուրեմն տեղի ունեցած միջոցառմանը, մյուսը վերաբերվում էր ներողություն, մեկը վերաբերվում էր քվեարկության առաջին օրը պաստառների փակցմանը, երբ որ առերևույթ տեսնում ենք, որ համայնքապետարանի ուժերով են փակցվում քաղաքացիական պայմանագրի պաստառները, եւ երկրորդը դա Խոյ համայնքում գովազդների բաշխման հետ կապված խնդիր էր եւ գովազդների տրամադրման որոշման հետ կապված։ Եվ 3 հաղորդում ներկայացրել են քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, դա ստեյության բարեգործության եւ քարոզչության մեկտեղման արգելող հոդվածն է։ Մեկը ուրեմն այդ Դողս գյուղի հետ կապված, մյուսը դա ուրեմն դպրոցի տնօրենի կողմից բարեգործություն իրականացնելու մասով ըստ էության 3-ն էլ այս կամ այն կերպ այս 221 հոդվածով այսինքն ներողություն բոլոր 5 հաղորդումներն էլ ըստ էության ԿՊ-ին են վերաբերվում, բոլոր 5 հաղորդումներն էլ եւ վերջինը բարեգործության մասով դա ինչ որտեղ էր տանիքների վերանորոգման ահազանգեր են եղել եւ դրա հետ կապված ենք ներկայացրել ցավոք պետք է ասեմ որ ոչ բոլոր հաղորդումներով այս պահին կան հարուցված քրեական վարույթներ կա հաղորդում, որը արդեն ստեյության 3 շաբաթ է, ինչ սպասում ենք վարույթի քրեական վարույթին։ Ասեմ, որ նաև խնդրահարույց քվեարկության օրվա ընթացքում խնդրահարույց որպես երևույթ նկատել ենք դիտորդական առաքելություններից մեկի կողմից բաց քվեարկությունների դեպքերի այնպիսի նկարահանում, որը բացահայտում է ընտրողի կամ արտահայտությունը։ Ինչի մասին է խոսքը։ Այո, ինչի մասին է խոսքը, ընտրողը քվեախցիկում չի քվեարկում, ինչը իհարկե խախտում է եւ իհարկե վատ է, բայց դիտորդը դա ոչ թե այնպես է նկարում, որ զուտ փաստ է երևա, այլ դիտորդի նկարածի մեջ երևում է թե ընտրողը ում է քվեարկում։ Եվ դա խնդրահարույցա մեր համոզմունքն այն է, որ դիտորդը իհարկե պետք է նկարի եւ արձանագրի խախտման փաստը, բայց ոչ այնպես, որ երևա թե այդ ընտրողը կադրում է երևա թե այդ ընտրողը ում է քվեարկում։ Ինչպես։ Այդ դեպքի հետ կապված քանակական տվյալություն, բայց մի քանի հատ կան, որում այդպիսիք նաեւ հրապարակված դեպքեր կան, հայաքվե առաքելության էջում, որ նայեք, այնտեղ հրապարակված դեպքեր կան։ Ասեմ, որ քան դեռ խոսքը գնաց դիտորդական առաքելությունից մենք, ինչպես նաև մեր գործընկեր ականատես առաքելությունը նկատել էինք որոշ դիտորդական առաքելությունների կողմից ընտրական օրենսգրքով սահմանված անաչառության եւ անկողմնակալության ավելի ճիշտ խախտման դեպքեր եւ ներկայացրել էինք դյումներ կենտրոնական ընտրական հանձնաժողով ականատեսը ներկայացրել էր հայաքվեի հետ կապված, մենք ներկայացրել էինք հայաքվեի պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի եւ իրավունքի զարգացման Թաթոյան հիմնադրամի, եթե անվանումը ճիշտ հիշեցի հիմնադրամի, կարող է հիմա մի քիչ սխալվեմ, այդ Թաթոյան, Արման Թաթոյանի ղեկավարած հիմնադրամի հետ կապված եւ մենք հավատացած ենք, որ հայաքվեի եւ Թաթոյան հիմնադրամի դեպքում խախտումները այնպիսին են, որ պետք է հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչվի, իսկ իրավունքի զարգացման միջազգային կենտրոնի մասով 3 դիտորդների մասով էր խախտում եւ այդ դիտորդները պետք է ըստ էության դիտորդների ցուցակից հանվեն 3 այդ հարցը քննարկվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովում, եղել է այդ հանձնաժողովի պատմության մեջ թերևս ամենաերկար նիստը, որը տևել է 10 ժամ եւ 20 րոպե, եւ վերջապես գիշերվա ժամը 3-ից կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշում կայացրեց, որ իրենք թեև փաստացի արձանագրեցին խախտումները, արձանագրեցին խնդիրները, արձանագրեցին խնդրահարույց պահվածքը, բայց ֆորմալ առումով հանձնաժողովը սահմանափակվեց հույս հայտնելով, որ դիտորդական առաքելությունները կվերացնեն իրենց իսկ իրականացրած խախտումները, ֆորմալ առումով խախտում չարձանագրեց եւ բնականաբար նաեւ ոչ մեկին դիտորդության իրավունքից չզրկեց, թեև հայաքվե առաքելության ներկայացուցիչները ասացին, որ իրենց այն ներկայացուցիչները, որոնք իրենց այն դիտորդները, որոնք որ արել են վիճակահարույց հայտարարությունները, այսօր ընտրական տեղամասեր չեն գնա։
Ըստ էության, եթե հակիրճ սա է սպահի պատկերը։ Ես որոշ դիտարկումներով կիսեմ ձեզ հետ, նախ առաջի հերթին արձանագրենք, որ ընդհանուր առմամբ ընտրություններում լարվածության մթնոլորտ կամ, չգիտեմ, ինչ-որ լուրջ այնպիսի արճակատումներ, այդպիսի ընդհարումներ եւ այլն չենք արձանագրում, հա, այսինքն ես նույնիսկ կարող եմ ասել, երևի թե արդեն սովորել ենք, որ ընտրությունները դա ուղղակի միջոցառում չի, այլ ուղղակի երևույթ է, որը կազմակերպվում է։ Սա մեկ, բայց որոշ ընտրական տեղամասերում մենք արձանագրում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի այդ քվեարկության սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին, այսինքն մակերեսը այնքան փոքր է, որ եթե հաշվի առնելով նաև ընտրողների թիվը եւ հնարավոր, ասենք թե հաճախությունը, ինքը չի ապահովի, որպեսզի իրապես այդտեղ կուտակումներ չլինեն։ Սա մեկ։ Երկրորդը հանձնաժողովների հետ կապված, ուրեմն հանձնաժողովները չեն կարողանում լիարժեք տիրապետել այն տեսակետից, որ գոնե տեղամասային ընտրական հանձնաժողովի անմիջապես հարակից տարածքում, իսկ մենք արձանագրել ենք այդպիսի դեպքեր, նույն մարդը կամ նույն մարդիկ շարունակաբար երկար ժամանակ կարող են գտնվել տարածքի մոտ, հա, եւ դա ըստ էության գնահատում են որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ։ Այս հայտնի այդ տասովչիկների երևույթը ցավոք սրտի դեռևս ուրեմն մնում է օրակարգում։ Եվ այս առումով նաև ոստիկանության ծառայողները, որոնք պարտավոր են, որտեղ ինքը հսկողություն է իրականացնում եւ երբ որ տեսնում է, որ նույն անձը շարունակաբար գտնվում է տարածքի մոտ, պետք է ինքը հեռացնի, ոչ թե սպասի հանձնաժողովի ուրեմն նախագահի ցուցումին, սակար եւ մենք որոշ տեղերում նաև արձանագրում ենք, որ գիտեք, ասենք դիտորդական վստահված անձ, երբ որ ընտրական տեղամասում է գտնում, պետք է անպայման գրանցված լինի։ Հա, արձանագրում ենք, որ կարող են լինել դեպքեր, որ վստահված անձը կամ դիտորդը գրանցված չի, իհարկե դա էլի տեխնիկական այն բնույթի հարց է, որ պետք է հսկի հանձնաժողովի նախագահը։ Այսինքն հանձնաժողովները այս առումով եւ հնարավոր կուտակում փոքրաթիվ թեկուս եւ նաեւ չգրանցված անձանց ներկայությունը հանձինս դիտորդի կամ վստահված անձի եւ նրանց տարածքից հեռացնելու այս առումով դեռևս թերանում են։ Անկամ մի հանձնաժողովի մեկականատես եղանք, ես ընդհանրապես դուրս եմ եկել դիտարկել տարածքի շուրջ, գալիս եմ տեսնում եմ ինձ արդեն բանը գրանցել է, որ ես դուրս եկած եմ, ասենք թե այն դեպքում պետք է ուղղակի հաղորդեմ, որ ես տարածքը թողնում եմ, հա, այսինքն կարողությունների առումով իհարկե թե իրավապահ մարմինները, նկատում են ոստիկանությունը եւ հանձնաժողովները պետք է դեռևս ուրեմն այդ ուղղությամբ ահագին աշխատանք տարվի, որպեսզի տիրապետեն ընտրական գործընթացը։ Իսկ օրինակ տվյալ պարագայում ինչ իմանա, մոռացել եք զգուշացնել, որ դուրս եք գալիս, թե ուղղակի դուրս եք եկել արձանագրումա ձեր դուրս։ Շատ ճիշտ է, ինչպես ընտրողների դեպքում պետք է հանձնաժողովը շատ հստակ բացատրի անդամը, երբ որ ստանում է քվեաթերթիկը քվեարկության կարգը։ Նման կերպ էլ նաև հանձնաժողովի տվյալ դեպքում քարտուղարը, որը գրանցում է դիտորդին կամ վստահված անձին, պետք է ամեն անգամ զգուշացնի, եթե ընտրական տեղամասը թողում եք, ապա հայտնեք, որպեսզի դուրս եք գալիս եւ առաքելություն ավարտում եք։ Այսինքն, այստեղ ընտրական հանձնաժողովը պետք է անընդհատ այդ աշխատանքը, բացատրական աշխատանքը կատարի, որը չի արվում։ Եվ մի ճշտող հարցեր նշեցիք, որ շատ ընտրատեղամասերում տարածքը մակերեսը փոքր է եւ ավտոմատ կուտակումներ են ստեղծում, բայց ընտրատեղամասեր հիմնականում դպրոցներն են լինում, մանկապարտեզները կամ մշակութային ինչ-որ օբյեկտներ, տվյալ պարագայում, երբ որ հատուկ տենց տեղ չկա ընտրությունների համար կառուցված, որի չափը կլինի օրինակ ընտրողների համապատասխան, ոնց պիտի անեն, որ մակերեսը լինի համապատասխան ընտրողների։ Ժողովուրդ, մենք հարցն ենք բարձրացնում եւ հետեւաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերի տարածքները որոշելու ժամանակ պետք է այդ հաշվի առնել։ Եթե այդ միշտ կա հնարավորություն, գոնե այս վաղաշաբաթ, հա, խոշորացած համայնքում նման տարածքների առկայություն կա, ես հստակ եմ ասում, բայց գոնե ասենք այդ մանկապարտեզի մի փոքր սենյակում չանեն, գոնե այդ միջանցքը կարող են տրամադրել։ Նկատի ունեմ այս տեխնիկական բնույթի հարցերը, որ պետք է անպայման հաշվի առնել, որ չազդի բովանդակային, հա, գործընթացի վրա, սա եմ ասում։ Ահազանգար, որ ԿՊ-ի ցուցակներով են շրջում կոնկրետ տեղամասերում, նույնիսկ բարձրաձայնեցին, ճիշտ ասած, այս պահին ընտրատեղամասում դուք ստուգել եք, տեսա, որ ձեր ցանկում չկար ոնց որ այդպիսի ահազանգեր։ Ցուցակներով շրջել, որ իմաստով։ Ցուցակներ ունեն, մտնում են ինչ որ ջնջում են անուններ եւ այլն։ Տեղամասի ներսում։
Տեսեք, ընտրական օրենսգրքի կարգավորումներն այն են, որ ընտրողների ստորագրություններով ցուցակը դիտորդները եւ վստահված անձինք եւ լրագրողները նաեւ կարող եք դրանց ծանոթանալ, բայց չէ կարող նկարել եւ նշումներ անել։ Միաժամանակ ընտրողների ցուցակները հրապարակային փաստաթղթեր են, ցանկացած մարդ կարող է ոստիկանության կայքից բեռնել եւ մենք արդյունքում տեսնում ենք խնդրահարույց երևույթ, որը խնդրահարույց է ինքը առանձին վերցրած որպես գործողություն խախտում չի, բայց ինքը հարցեր առաջացնող երևույթ է։ Դա երբ որ տեսնում եք վստահված անձ, ով ունի ընտրողների ցուցակը տվյալ տեղամասի, ու նորմալ է որ ունի, նորից դա ինչ-որ բան չի, էլի, կայքում կախված է։ Ու մոտը նշում է, Պողոսը եկավ, Պետրոսը չեկավ։ Դա տեղով խախտում չի, բայց դա հարց է առաջանում, թե ինչի համար է նշում։ Եվ կասկած է առաջանում, որ միգուցե նշում է նրա համար, որ տեսնի, որ Պողոսը չեկավ, զանգի Պողոսի վրա ճնշում գործադրի, որ բերի։ Այսինքն այդպիսի երևույթները իրենք արձանագրման տեսանկյունից դրանք արձանագրելը միգուցե իմաստ չունի, բայց այդպիսի երևույթները ուշադիր նայելը եւ այդպիսի անձանց պահվածքին հետևելը, տեսնել ես անձը լավ ցուցակում նշեց, որ Պողոսը եկավ, չգիտեմ, Փիլիպոսը չեկավ, բայց ինչ է անում ինքը։ Ինքը զանգում է Փիլիպոսին ճնշում է գործադրում, ինքը գնում Փիլիպոսին ուղեկցում է տեղամաս, Փիլիպոսի կազմակերպված տեղամաս բերել է անում։ Այսինքն ամբողջականության մեջ պետք է նայվի, եթե այդ ահազանգերը կան կոնկրետ տեղամասերի համարներով, տվեք խնդրենք մեր շրջիկ խմբերը դիտարկեն։ Գիտեք, այդ հենց դրա հետ կապված է, որ այսպես կոչված այդ որակումը, հա, տերմինը տասով չկին ասում, բայց իրապես նույն անձը, երբ որ շարունակապար գտնվում է տեղամասի մոտ, շատ դեպքերում նույնիսկ այդ ցուցակը զլանում են պահին, ուղղակի ընտրական ցուցակը որ փակցված է, եւ երբ որ տեսնում ես ինքը անդադ նայում է ու անդադ տեղ է գտնվում, ոչ եթե նույնիսկ ընտրելուց հետո չպետք է այդտեղ գտնվի, բարձրահայտ գործողությունները հուշում են, որ ինքը նայում է եկածների կամ հնարավոր բանի ծանոթների շրջապատը եւ միջոցների ձեռքարում որ բերի։ Այսինքն սա ընտրողի ազատ կամքի վրա ազդեցության մասին է խոսքը։ Եվ դրա հետ է կապված, որ ես հարցը բարձրացնում եմ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքին։ Այսինքն իրենք այդ մթնոլորտը կամ այդ իրավիճակը պետք է այնպես արգելեն, որ ընկալվի, որ դա անթույլատրելի է, դա ընկալելի չի, հա, որը չեն անում։ Շատ ես հստակ եմ ասում, հրահանգը շատ դեպքերում ինձ թվում է ոստիկանները նույնիսկ այդպես գիտելիք էլ ասենք, թե ընտրական օրենսգրքի այդ առումով չեն տիրապետում։ Անգամ հանձնաժողովի նախագահները գտնում են, որ իրենց անելիքը միայն քվեարկության սենյակում ավարտվում, հա, քվեարկության դասում ժամանակ չունեմ քվեարկության սենյակից դուրս հսկեմ կամ բան, բայց այն դեպքում որ ակնված են հանձնաժողովի մեկ անդամ կարող է պարբերաբար դուրս գա եւ ուրեմն այդ աշխատանքները կատարի։ Այո, այդպիսի մտահոգությունը կա, որ ընտրողների չեկած ընտրողների տվյալների հիման վրա ինչ գործողություն է կատարում, այդ դա ուսումնասիրության հարց է։ Ես ասեմ, դե պատկի ասեք քանի տարիներ ենք չէ անցկացրել։ Այդ երևույթը ցավոք սրտի կա, բայց այն ծավալը, որ ես հիշում եմ մինչև 2018 թվականի իհարկե չկա, բայց երևի թե այդ տասովչիկները շարունակում են մնալ որպես կարևոր գործիքներից մեկը, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ, ես պետք է ասեմ, որ կեղծ դիտորդական առաքելությունների երևույթը Հայաստանի համար նոր չէ, բայց նոր է դիտորդական առաքելությունների պրոակտիվ կեղծ դիտորդական առաքելություն։ Այսինքն մենք նախկինում տեսնում ենք, օրինակ ինչ որ առաքելություն գրանցել է 5000 դիտորդ։ Մենք, չգիտեմ, ունենում էինք 150 դիտորդ, իրանք ունենում են 5000 դիտորդ։ Հա, բայց տեսնում ենք, որ իրականում այդ 5000 դիտորդով ովքեր են, ընդամենը իրանց ինչ որ մի կուսակցության հետ աֆիլիացված մարդիկ, որ տեղամասում մենակ մի վստահված անձ են ժամանակ կարող էր լինել, մի 5000 մարդու էլ բերել են գրանցել են, եւ իրենք չէին փորձում հանրային տպավորությունների վրա ազդել։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելություններ կան, որոնք որ կեղծ ահազանգերով
փորձում են հանրային տպավորություններ ձևավորել ընտրությունների հետ կապված իրականությունից կտրված եւ սա է տարբերությունը եւ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿԸՀ խնդրում եմ զբաղվել այս երևույթով առհասարակ մեր խորին համոզմունքն այն է որ դիտորդությունը եւ քաղաքական գործունեությունը անհամատեղելի են որովհետև եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ եւ եթե դու գալիս ես ընտրությունների հետ կապված գնահատականներ ես անում քո գնահատականները ինքնին արդեն կասկածի տակ են դրվում եթե դու երեք ակտիվ քննադատում ես X կուսակցությունը եւ այսօր եկել ասում ես X կուսակցությունը խախտում է արել նույնիսկ եթե այդ X կուսակցությունը իրոք այդ խախտումը արել է մարդիկ քեզ չեն հավատա որտեվ կասեն հա դե երեք X կուսակցությանը քննադատում էր այսօր պարզապես դե ասել X կուսակցությունը խախտում արել ոչ չի ասել չի արել ոչ էր ասելու չի արել եւ այդ երևույթը բավական խնդրահարույցա մենք վատ ենք վերաբերվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը դե մենք համարում ենք որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե պետք է արձանագրեր խախտման փաստը ֆորմալ առումով դե յուրե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել որ տեղի է ունեցել ընտրական օրենսգրքի օրինակ 23-րդ հոդվածով սահմանված 30-րդ 31-րդ 32-րդ հոդվածներով սահմանված հստակ արգելքի խախտում խախտման փաստը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել եւ առհասարակ սա այսօրվա չէ գլոբալ քննարկման հարց է մենք փորձում ենք հիշել երբ է վերջին անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել որևիցե խախտում փոքր ընտրություններում մեծ ընտրություններում հեղափոխությունից առաջ հեղափոխությունից հետո շատ վատ ընտրություններում շատ լավ ընտրություններում եղել է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրի խախտման փաստը սա գլոբալ խնդիր է այսօրվա վաղարշապատի ընտրությունների հետ այդքան էլ կապ չունի դադրում եմ ընտրություններից հետո այս հարցերը պետք է բարձրացվեն այդ թվում նաև դիտորդական առաքելությունների հետ կապված կարգավորումները որովհետև մեզ համար խնդիր է մեզ համար գիտեք պայմանական եթե լինում է վատ լրագրող եթե լինում է անաչառության հետ կապ չունեցող լրագրող բոլոր լրագրողների հեղինակությունն է չէ ինչ որ առումով ընկնում հանրության վերաբերմունքը լրագրողների նկատմամբ նույնը դիտորդների դեպքում երբ որ կա դիտորդ որը որ անաչառ չի բոլոր դիտորդներից հեղինակությունն հանրության աչքերում գցում Պարոն Եղիսյան, ստացվում է, որ դիտորդները որևէ կերպ քաղաքական որևէ դիրքորոշում մասնավոր տիրույթում կամ սոցցանցերում կամ չգիտեմ այլ առիթներով իրավունք չունեն կամ չպիտի ասեն։ Ընտրական օրենսգիրքը ես ասեմ հետո սա պարոն Սարգսյան ուզում եք հավելել կամ ուզում եք դուք սկսեք։ Տեսեք, ժողովուրդ, շատ հստակ է քաղաքական իրադարձությունների մասին խոսույթը եւ այս կամ այն կուսակցության օգտին կամ դեմ խոսելը խիստ տարբեր հարցեր են, որտեղ կուսակցության առավել եւս որ անձը հանդես է գալիս որպես դիտորդական ու ինքը հայտ է ներկայացնում որ ինքը նաեւ քաղաքական պաշտոնի է հավակնում դա մի քիչ չի տեղավորվում այսինքն դու քո առաքելությունը դադարեցնում ես որպես դիտորդ եւ զբաղվում ես քաղաքական գործունեությամբ որի նպատակն է գալ իշխանության ինչ-որ լծակներ վերցնել կամ իշխանություն չէ այս համատեղելիությունը ինքը դիտորդական առաքելության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքի հետ չի տեղավորվում։ Սրա մասին է խոսքը, թե չէ։ Դա քաղաքական գործունեությամբ այդպես որպես այդպեսին չեն զբաղվում, չէ՞, դիտորդական առաքելությունը։ Դիտորդական ներողություն, դες ասեցի որևէ կուսակցության օգտին կամ դեմ, որևէ կուսակցության օգտին կամ դեմ հրապարակավ հանդես գալը դիտորդական առաքելության ժամանակահատվածում, հա նախընտրական ժամանակահատվածում անթույլատրելի է։ Գիտեք, դե իհարկե, առաջի հերթին։ Քաղաքական գործունեությունը դա, չգիտեմ, մեքենա վարելու նման մի բան չէ, որ ասես հստակ կարողանաս ասես, այս մարդը մեքենա վարում է, այս բանը թե չի վարում։ Քաղաքական գործունեությունը դա ավելի լայն հասկացություն է, պետք է գնահատել։ Օրինակ, երբ որ մարդ ասում է, մենք գնում ենք վաղարշապատում դիտորդություն անենք, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Դա անաչառ դիտորդ, հա։ Այդ մարդը անաչառ դիտորդության հետ կապ կամ մարդ ասում է այս ինչ կուսակցությունը պետքա, չգիտեմ, իշխանություն զրկվի եւ գալիս է դիտորդ ես ոչ մի խնդիր չունեմ որովհետեւ մեկին քննադատողների հետ ես ոչ մի խնդիր չունեմ քաղաքական գործունեություն շատ կարեւոր գործունեություն է եւ երկրի ժողովրդավարական երկրի անբաժանելի մաս է բայց կան գործունեություններ որոնք անհամատեղելի են քաղաքական գործունեությունը եւ դիտորդությունը
անհամատեղելի են։ Եվ նաև բարեգործությունը, գիտեք, ամենազնիվը կլիներ, եթե նման դիտորդական առաքելություն իրականացնողը հանդես գա գրանցվի որպես վստահված անձ այս կամ այն կուսակցության, որին աջակցում է։ Դա լրիվ ազնիա եւ դա այդ ինստիտուտը լիարժեք հնարավոր է, չէ՞, վերջին հանդես գալ, որտեղ վստահված անձը շատ ավելի մեծ ուրեմն լիազորություններ ունի ընտրությունների դիտարկման ժամանակ, քան թե դիտորդական առաքելություն, ես պարզ ասեմ, բայց երբ որ դու այդ վստահված անձի կարգավիճակից հրաժարվես այն դեպքում բովանդակային առումով լիովին դրա բաները ունես հիմքերը եւ անցում ես կատարում դիտորդական առաքելության դաշտ, ապա այս դեպքում դիտորդական առաքելության կոնտեքստը նրա բովանդակությունը, այո, դա մարտահրավեր է, մշտապես դա ոչ միայն մեր երկրում, ընդհանրապես եւ մենք այդ հարցը բարձրացնելով նաեւ ուշադրություն մի հատ ձեզ կառաջարկեմ, կհորդորեմ կենտրոնական դրական հանձնաժողովի քննարկման ընթացքը նայեք եւ մարդիկ, որոնց հետ կապված այդ հարցերը բարձրացին, իրանք ընդունել են որ այո, այդ անկողմնակալության սկզբունքը խախտել են։ Եվ բայց կենտրոնական դրական հանձնաժողովը Եվ կենտրոնական դրական հանձնաժողովին է պետք է ուղղել։ Կներեք, ձեր դիտարկմամբ մինչև այս ժամը արձանագրած խախտումները ինչ ազդեցություն կարող են ունենալ ընտրության ելքի վրա։ Գիտեք, խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա պետք է գնահատել ամբողջականության մեջ եւ մենք դրա գնահատականը կտանք արդեն վաղվա ասուլիսի ժամանակ, վաղը ժամ 11-ին ասուլիս ենք տալու, որտեվ ամբողջականության մեջ, որտեվ կան երևույթներ, որ դու սկզբից այս երևույթը դիտարկում ես, դու այս պահին չգիտես այս երևույթը իրականում ինչ է, կամ ինչ ծավալներ ունի, կամ ինչ որ շղթայի մասա, թե ինչ որ առանձին վերցրած երևույթ է, եւ դրա համար մենք երբեք ընթացքում այդ գնահատականը չենք տալիս, այդ գնահատական տալիս ենք, երբ որ process-ը ավարտվել է եւ կարելի է քիչ թե շատ արդեն ամբողջականության մեջ գնահատել։ Պարոն Յոնիսյան, վերջին շրջանում, մասնավորապես մի տարի առաջ, մի քանի ամիս առաջ, դուք երկու անձի նկատմամբ ձեր ղեկավարած կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել, տվել երկու անձիկ հոգեվորականներ։ Ընդամենը երկու, մենք շատ հաղորդումներ ես այդ օրինակն եմ ասում, որտեղ այդ երկու անձիկ նաև իշխանական խոսույթում շատ հաճախ քննադատվում են, նշանակում է, եթե այդ դրամաբանությամբ ու սկզբունքով նայենք, հնարավոր է, որ օրինակ ձեր գործունեությունն էլ դիտորդական, այսպես ասած, մարդիկ անաչառ չհամարեն, որովհետև կոպիտ ասած այնինչ ասում է իշխանությունը, դուք դրա հետ կապված հաղորդում եք ներկայացրել։ Ներողություն, մենք այս վաղարշաբաթի ընտրությունների դիտարկման ընթացքում ներկայացրել ենք հանցագործության մասին 5 հաղորդում, բոլոր 5-ը լրագրողներից ով էր հարցրել, բոլոր 5-ը իշխանության գործողությունների վերաբերյալ։ Մենք նման, չէ, մի մասը ընթացք տրվել է, մի մաս տրվել է ընթացք։ Մենք այդ հարցը ոնց որ լուրջ էր։ Կներեք, երբ որ ներողություն, ես պետք է ասեմ, որ այս քննադատությունները երբեմն շատ տարօրինակ են։ Երբ որ մեզ քննադատում են, ասում են, այ օրինակ, երբ որ այս ինչ պաշտոնյան, այն ինչ բանը արեց, այդ օքեյ էր, ու դա ասում են մեզ, այն պարագայում, երբ որ այդ պաշտոնյան է տարել է, հանրապետությունում 3 միլիոն մարդ կա, որ կարա հանցագործության մասին հաղորդում տա, մենք ենք հաղորդումը տվել եւ պայքարել միջև դատականացաններ, որպեսզի գործը հարուցվի, բայց մեզ գալիս ասում են, դուք այն դեպքով բան չեք արել, այս նենց որ այդ անաչառության կապված համարում եք, որ հավասարաչափ է այդ գործերին ընթացքը։ Եթե դուք ուզում եք ինձ լսեք, որ մենք դատաերավական համակարգի լուրջ խնդիրներ ունենք, ապա իհարկե ունենք։ Բայց այսօրվա հետ երևի կապ չունի։